Նաև այստեղ ենք, ցույց տալու թե ինչպես է պետք պատասխանել։ Իհարկե մենք հասկանում ենք, որ գուցե հայկական կողմի բանակցողները այդքան էլ հայամետ չեն, հայանպաստ չեն, իրենց առաջ դրված խնդիրները ընդհանրապես հայի ու հայկական շահերի հետ կապ չունեն։ Դրա համար մենք եկել ենք օրինակներով, գուցե ուղղակի չեն կարողանում։ Ես ենթադրում եմ, որ պետք է մտնեինք Facebook եւ Ռուբեն Ռուբինյանը շտապել էր ստանձնել Ալիևի փաստաբանի դեր, կարդենք նման գրառում Ռուբեն Ռուբինյանից։ Բանակցությունների ողջ տրամաբանությունը կառուցվում է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման սկզբունքի վրա։ Ադրբեջանի նախագահի Սևանի ՀՀ տարածքը արևմտյան Ադրբեջան վերարգրելու վերաբերյալ հայտարարությունները հակասում են հենց այդ հիմքային սկզբունքներին եւ լրջորեն խաթարում վստահության մթնոլորտը, որը մենք փորձում ենք պահպանել բանակցային գործընթացում։ Մենք շարունակելու ենք գործադրել բոլոր դիվանագիտական ջանքերը խաղաղության հասնելու համար, սակայն այդ ջանքերը չեն կարող արդյունավետ լինել, եթե մի կողմը շարունակի կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սպառնա մեր ինքնությանը։ Լինելով ՀՀ հատուկ բանագնացը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է, որ Թուրքիան որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր անարձագանք չի թողնի Ադրբեջանի նման ապակառուցողական հայտարարությունները եւ իր բոլոր լծակները կգործադրի նման գործելավոճի փոփոխության ուղղությամբ։ Ես ակնկալում եմ, որ նման մի պատասխան կտեսնենք հայկական շահերը ներկայացնող Թուրքիայի պես պետության հետ, կարծենում ենք կարծես թե որ հարաբերությունները կարգավորվում, սահմաններն են շուտով բացվելու, կարծում եմ նման ճանապարհով երբեք ոչ միտեղ չի բացվելու Հայաստանի համար, եթե իհարկե չփակվի։ Արտաքին գործերի նախարարը մի նախարար, որը ամենալայն հնարավորությունը ունի միջազգային գործընկերների հետ աշխատելու, կապեր հաստատելու, եթե իհարկե որևէ մեկը ցանկություն ունի իրենց հետ համագործակցելու կամ իրենց հայտարարությունները լսելու։ Ճշգրտ ենք, էլի դուք ներկայացնում եք այն ինչը որ կցանկանայիք։ Այո, ինչը մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի կողմից բանակցող հայանպաստ պաշտոնյան պետք է հայտարարել։ Սա մեր տեսակետներն են, նաև այստեղ կթողնենք, կարծում եմ նիստի ավարտին շատ անելիք չեն ունենա, գուցե գան վերցնեն, որպես օրինակ օգտագործեն իրենց աշխատանքում։ Հիմա Արադ Միրզոյանի հայտարարությունը, որը մենք շատ կցանկանայինք տեսնել։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որով նա փորձ է անում Սևանալիճը ներկայացնել իբրև ադրբեջանական պատմական տարածք, ոչ միայն կոպիտ խեղաթյուրում է պատմական իրականությունը, այլև բացահայտորեն հակասում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին։ Սևանը եղել է եւ մնում է հայ ժողովրդի բնօրանը, հայ մշակույթի, հոգեվոր եւ պետականության խորհրդանիշներից մեկն է։ Այն ժամանակ, երբ հայկական վանական ու մշակութային կյանքն արդեն ծավալվում էր Սևանի ափերին, ադրբեջանական պետական կազմավորումներ գոյություն անգամ չունեին։ Նման հայտարարությունները փաստում են, որ Բաքուն խաղաղության օրակարգը շարունակում է դիտարկել ոչ թե որպես փոխադարձ հարգանքի հարթակ, այլ որպես Հայաստանի նկատմամբ պատմական տարածքային հավակնությունների շարունակություն։ Հայաստանը լիովին հավատարիմ է իր խաղաղությանը, որը կարող է հիմնվել բացառապես միջազգային իրավունքի եւ պետությունների ինքնիշխանության հարգման վրա։ Սակայն մենք չենք կարող լռել այն դեպքում, երբ մեր պատմական եւ ինքնիշխան տարածքների նկատմամբ հնչում են կեղծ ու ագրեսիվ հայտարարություններ։ Հորդորում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտել իրենց տեսակետը Ադրբեջանի զավթողական քաղաքականության վերաբերյալ։ Ինչ ունի անելու Հայաստանի արտգործ նախարարը, եթե ոչ արտաքին հարվածներին պատասխանալ դիվանագիտական դաշտում։ Կարծում եմ շատ մեծ դժվարություն իրենից չի ներկայացնում երկուտող հայտարարություն կազմելը, եթե իր համար անձամբ դա մեծ դժվարություն է, մենք կարող ենք գոնե օգնել դիվանագիտական դաշտում խայտառակ չլինելու համար։ Հիմա մեր պարծենկոտ իշխանությունները գուցե կառավարության ղեկավարի մակարդակով անեին հայտարարություն, էլի մեր երազանքների, մեր հույսերի դաշտից մի հայտարարություն, որը կարող էր լինել Հայաստանի հայ վարչապետի անունից։ Հայաստանի կառավարությունը հերթական անգամ արձանագրում է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական ռետորաբանությունը եւ ՀՀ-ն ու դրա տարածքային ՀՀ-ի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները։ Այսպիսի հայտարարությունները նպատակ ունեն ոչ միայն խեղաթյուրել պատմությունը եւ խախտել ՀՀ ինքնիշխանությունը, այլև
գրավել օրինակ Հայաստանի տարածքները։ Սևանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուր աշխարհագրական վայր հայ ժողովրդի սեփականությունն է։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է։ Այսպիսի հայտարարությունները հակասում են տարածաշրջանային խաղաղության հաստատելու հանձնառությանը։ Մենք հստակ զգուշացնում ենք, ցանկացած փորձ Հայաստանի տարածքային ամբողջականության սահմանների փոփոխության ուղղությամբ չի մնալու առանց պատասխանի։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ տարածաշրջանն ապակայունացնելու նոր փորձերից։ Սրանք մինիմալ բաներն են, որոնք ակնկալվում էր Հայաստանի կողմից ներկայացվող պաշտոնյաներից։ Ձեր անուն ազգանունը կներկայանաք նախ եւ ինչ է որ կառույցն եք ներկայացնում։ Ես Հույդա երիտասարդական Հայաստանի երիտասարդական միության անդամ եմ, կենտրոնական վարչության անդամ Ստելա Հունանյան։ Ստելա, նայեք, քիչ առաջ, րոպեներ առաջ մինչև դուք այստեղ կհասնեիք, Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում պատասխանել է, անդրադարձել է Ալիևի հայտարարություններին, նա մասնավորապես ասել է, որ ոչ մեկ չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի, տեսնի ինչ քարտեզի մասին է խոսքը եւ եթե այդ քարտեզը հանեին, օրինակ կտեսնեին, որ այն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, երկու այդքան կարող է աննպաստ լինել Ադրբեջանի համար։ Օրինակ կարող է պարզվել Հայաստան կա, բայց Ադրբեջան չկա։ Հայտարարել է Փաշինյանն, պատասխանել ձեզ չի գոհաց։ Ճիշտն ասած, մինչև կոչ անելը գնալ, տեսնել թե ինչ քարտեզներով է Ալիևը խոսում, արդեն 4 տարի է բանակցություններ են ընթանում, 4, 5 եւ ավելի անգամ, եւ խնդրում ենք, հորդորում ենք, պահանջում ենք, որպես մեզ հաշվետու նաեւ ներկայացնել թե ինչ քարտեզներով ենք մենք բանակցում, սահմանագծման մասին ենք խոսում, ինչ քարտեզներով ենք մենք պատրաստվում սահմանագծում իրականացնել, հաշվի առնելով օրինակ Կիրանցի դեպքերը, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ կամքը չունի, որ հայանպաստ որևէ քարտեզ առաջ մղի կամ հայանպաստ որևէ քարտեզով իրականացվի սահմանագծման process-ը, գուցե այդտեղից սկսենք։ Դուք հանգուցալուծում ինչպես եք տեսնում, եթե չեք հավատում այս իշխանությունների վարած քաղաքականությանը։ Հանգուցալուծումը մեկն է, այս իշխանության հեռացումն է ցանկացած ճանապարհով։ Խաղաղության տեսլականին էլ չեք հավատում, որովհետև կարծեք երաշխավորներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսքով, թե երաշխավոր չեք համարում։ Քիչ առաջ էլ ընկերս իր խոսքում նշեց. խաղաղությանը հավատանք որ պարագայում, երբ որ Բաքվի բանտերում դատվում են տասնյակ հայ գերիներ, ռազմագերիներ, խոշտանգվում են, բոլորի ոչ մեկի համար անակնկալ չի թե ինչ վիճակում ու ինչ պայմաններում են։ Երբ որ Հայաստանից պահանջվում են նոր անձինք, նոր անուններ են հնչում, որոնց արտահանձնելու պահանջ է դնում Ալիևը։ Եվ գիտեք վտանգավորը որն է, որ գուցեև այդ process-ը Հայաստանում սկսվի, ինչպես բոլոր այն process-ները, որոնք Բաքվի պահանջով Հայաստանում իրականացվել են։ Սահմանադրության փոփոխության մասին խոսակցությունները երբ սկսվեցին Հայաստանում, երբ որ Ալիևը պահանջեց, որ Արցախի վերաբերվող հատվածը Հայաստանի սահմանադրությունից դուրս գա, որովհետև դիտարկում էին որպես Ադրբեջանի տարածքների հանդեպ նկրտումներ։ Ոչ, Արցախը հայկական է։ Եվ այո, Արցախը վերադառնալու է Հայաստանին։ Լինելու է հայկական Արցախ։ Նմանատիպ ակցիաները լինելու են շարունակական հաշվի առնելով, որ իշխանությունները աննահանջ են իրենց քաղաքականության եւ դիրքորոշումների մեջ։ Մենք մեր տեսակետը արտահայտելու խնդիր չունենք, միշտ եղել ենք փողոցում Նիկոլի իշխանության առաջին իսկ օրերից եւ կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող կասեցնել։ Այստեղ ուզում եմ ֆիքսենք, որ հայ երիտասարդը, անգամ եթե շատ հոգնել է բոլոր տեսակ պայքարներից, հիմար չէ։ Հասկանում է, որ այս կեղծ խաղաղության օրակարգը գոյություն ունի միայն Նիկոլ Փաշինյանի եւ Նիկոլ Փաշինյանից սնուցվող, այո, հենց նյութապես միայն սնուցվող իր իշխանական գործընկերների համար։ Ուրիշ ես չգիտեմ որտեղ է քննարկվում խաղաղության ճակերտյալ խաղաղության պայմանագրի իրական լինելը։ Երևի մեր սահմանամերձ գյուղերում, որ երբևէ չեն տեսել ադրբեջանական զորքի, սակայն հիմա աչքով տեսնում են, թե որտեղ է տեղակայված ադրբեջանական սահմանագծերը, հա, այդ գուցե իրենք են հավատում, ես չեմ հավատում։ Ու իմ նման շատ երիտասարդներ կան, ովքեր այո չեն հավատում։ Գուցե այս պահին օգնած են, բայց ինչ որ պահի իրենց ձայնը բարձրանալու է եւ արտահայտելու են իրենց տեսակետը։